Հանուն հոր և որդվո և հոգույն սրբո ամեն։ Այսօրվա ավետարանը սիրելիներ կխոսի 4 ընկերներու մասին, 4 մտերիմ բարեկամներ, որոնց մե 5-րդ բարեկամը շատ անհանգիստ էր։ Եթե մեր լեզվով ասենք, Օհանը ընկերներեն մեկը շինարարն էր, Մաթևոսը մեքանիկն էր, Ղուգասը բժիշկը, Մարգոսը ոսկերիչը և իրենց բարեկամ Ավետիսը, որը հիվանդ էր և անդամալույծ էր, այսինքն paralyzed, ամբողջ մարմինը։ Ավետիսը սկիզբը առողջ էր, բայց գործերը վատացան, Աստուծմե նեղվեցավ, եկեղեցին հեռացավ, զավակները ցկեցին, գինը բաժնվեցավ և ավելի անհուսությունը սկսեց իր մարմինը անդամալույծել։ Բարեկամները աջախ կային աղոյիքով, անցյալ օրերը հիշելու, զրուցելու, ժամանակ տալու և օր մնալ, երբ որ քովի էին, ամեն մեկը իր բարեկամներեն իր լսածը պատմեց Հիսուս վարդապետի մասին, որ քաղաքի մեջ կգտնվեր։ Օհանը սա, որ լսած եմ գաղը կբժշկե, Մաթեոսը սա, որ ես լսեցի, որ գույրը կբժշկե աս վարդապետը։ Ղուգասը, թե մեջք ծռած մեգումը կբժշկե, և Մարգոսը, թե չորցած ձեռքով մեգումը բժշկել է։ Եվ երեքին քով, 4-ին քով միտք արցնցավ, եկեք առնենք մեր հիվանդ բարեկամը և տանենք, չէ որ աս ամեն հիվանդություններեն ունի մեր ընկերը, Հիսուս կրնա բժշկել։ Եվ արին իրենց բարեկամը շալգեցին ձանր մահիճը թելերով, անիվներ չիգար այնադեն, և մեծ հույսով կացին տեպի Հիսուսի կով, կացին Կափառնայում քաղաք, և ասիկան ժամանակաշրջանն է, որ GPS չկա, location sharing չկա, Հիսուս live չէ մտած, որ ուր է, այսինքն հավատքով դրդված է, որ գքալեն երթալու Հիսուսը տեսնելու բժշկության համար։ Հասան Կափառնայում, բայց իզարմանը սիրեն Հիսուս ոչ թե նստած իրենց կսպասեր, այլ մեծ ամփոխ կար դունին մեջը, այն տեսակ գսե ավետարանիչը, որ չեն կրնար որ մոտենալ, անգամ դուրսեն շարք կեցած Հիսուսին մտիկ կնեին։ Շինարար Օհանը, որ քիչ մսասունցի խնդություն ուներ, սա որ ելք կա, սա դանիքը ելեք տղաք, վեր բարձրացուցեք, աշխապ քալել ենք, չէ որ պիտի տնենք մեր բարեկամին իր ոտքելու առաջ։ Եվ քաչապար ելան տանիքը և խեն քայլ մըրի, առաստաղը ձագեցին, այդ չափով, որ իրենց բարեկամն է և վար ու իջեցուցին հիվանդ Ավետիսը Հիսուսի կողք դրան։ Միայն պատկերացուցեք այդ վարգյանին ամեն մարդ շվարած և լարված մթնոլորտ մկա։ Մարդիկ լարված են, տանուդերը ճղայնացեր է, որովհետև կրնան քիշերը անցև կա, լարված է, մարդիկ քարացած են, ինչ կլագոր, ինչ կնեն ասոնք։ Եվ միայն Հիսուս հանդարտությամբ գեցեր և գնայր այս 4 բարեկամներին։ Հիսուս անոնց հավատքը տեսնելով գսե անդամալույցին, որդյակ, մեղքերդ ներվածը լան քեզի։ Ինչ մեղք, մենք առողջություն գուզենք, անցավ բարեկամներու միտքեն, ըրածը հայություն է, Աստուծմեզ հատ ով գրնա մեղքերը ներել, քովի գեցած փարիսեցիները մտածեցին։ Եվ Հիսուս այդ ամենը գիտնալով իր խոսքը գսե, ինչու այդպես կմտածեք։ Որ մեկը թյուրին է, անդամալուծին մեղքերդ ներված են ասելը, թե ել մահիճդ առ և դունդ գնա ասելը։ Բայց պետք է գիտնակ, թե մարդու որդին երկրի վրա իշխանություն ունի մեղքերը ներելու, այսինքն բոլոր հիվանդություններու պատճառը բուժելու, ու դառնալով անդամալուծին ասավ, քեզի գսեմ, ել առ մահիճդ և դունդ գնա։ Եթե առաջ շվարածեցնեն լարվածություն կար, հիմա զարմանքեն լարվածություն կա և մեկ հատ երևակայեցեք, թե ինչպես անդամալույցը գառն է, որ տարիներ չեք կալած իր մահիճը և հանդարտ կհեռանա։ Այս պատմությունը մեր մասին է, սիրելիներ, ուր ենք մենք այս պատմության մեջ, ով ենք մենք, անդամալույցն ենք, ընկերներն ենք, ամփոխն ենք, փարիսեցիներն ենք, դունն ենք, այս ամենը մեզի կվերապերի։ Ուր որ ենք այս պատմության մեջ մեկ բան հստակ է, պետք է մոտենանք Քրիստոսին հավատքով և ցկենք, որ մեր հոգի
հիվանդությունը, անդամալուծությունը բժշկե։ Մեղքը հոգին հիվանդությունն է, մեզի Քրիստոսեն հերու դանող արարքն է, մտածումը և գործն է։ Հիսուս տվավ հիվանդի ցավի պատճառին, ոչ թե սիմպտոմներուն, ոչ թե ինչ-որ գտեսնեն, այլ պատճառին, որը անհուսությունն էր, ընտանիքի բաժանումն էր, ինքնամեղատրանքն էր, անօգտակարը լալու, self-pity-ն էր, որ հարադև իր մասին ուներ և անհաջողակը լալը, որ աշխապ տարիներ միայն անշարժ պատգատ էր։ Շատ ադեն մենք սիմպտոմներով գզբաղինք, բայց պատճառը չենք տեսնար, չէ, երբ որ բժիշկ և որ հարադև գերթաս բանիմը, միայն քեզի ցավազրգող ադվիլ չի դար, գսե շատ պիրլագորասիրը, կնա MRI մը Հիսուս ճիշտատ հոգի MRI-ը գսե, որ ինչ է քու ցավի պատճառը։ Ավետարանիչը գսե Հիսուս անոնց հավատքը տեսնելով, որուն հավատքը, անոնց, ամենուն հավատքը, այսինքն թե Օհանին, թե Ուգասին, թե Մատթեոսին, թե Ավետիսին, իրենց հավատքը, որ քաջությամբ քայլ արին, բերեցին Հիսուսի առջև դրին, ըսավ, որ ելիր դղաս գնա, մեղքերդ ներված են։ Քայլ արին թեպի Հիսուսը երթալու, մեր կողքերին անկարողության զգացումը, որովհետև լսած էին վարդապետի մեծ ուժ ունենալու։ Եվ Հիսուս ինքն ալ հաճախ կհրավիրե բոլոր անկարողները, փերին տակ գքածները, նեղյալները, սովածները, հոգով անոթիները ասելով ինձի եկեք դուք բոլորը, հոգնածներ և փեռնավորվածներ, և ես հանգիստ պիտի տամ ձեզի։ Ձեր վրա արեք իմ լուծս և ինձ մեզ օրվեցեք, որովհետև հեզ եմ և սրտով խոնար, և թունք ձեր հոգեկան հանգստությունը պիտի գտնեք, քանի իմ լուծս թյուրավ դանելի է և փեռս թեթև։ Մեզ մի ով հոգեկան հանգստություն չի ուզել։ Ամենքս կփնտենք այս հանդարտությունը։ Հատկապես երբ որ բզդիկ երեխաներ ունիս, բայց բացի ատկե, ընտանիք չունեցողը ուրիշ տարբեր ունի, փեռներ ունի, ընտանիք ունեցողը ուրիշ փեռներ ունի։ Այս մեկը կա, որ գրնա մեզի իր լուծը տալ, որ թեթև է, ադիգա Քրիստոս ինքն է։ Որովհետև կյանքը դժվար է, մեկը չսեր, որ այս կյանքը ապրելը թյուրին է, բայց հետևյալը, եթե մեկը կկարծե Հիսուսին հետևելը դժվար է, ես կրնամ ասել, որ Հիսուսին չհետևելը ավելի դժվար է, ավելի փեռներով լեցուն է, ավելի խիստ պատիժներ կան, ավելի շատ ցավեր կան։ Ադոր համար դերը գսե եղուր լուծս վրա դար, այդ փերը, որ ես ունիմ, լուծը, որ գտնեին այդ երկու եզներու վրա, որոնք հողը պիտի փորեին, որը մեր վրա դրված է այդ փերի տեսքով ամեն օր կյանքի խոբան հողը փորելու։ Ադոր համար գսե ինձի եկեք և ինձ մե արեք։ Ոչ մեկ բան պիտի խանգարե մեզի Քրիստոսին մոտենալու, սիրելիներ, ինչպես 4 ընկերները, հեռավորությունը հաշվի չարին, իրենց ընկերոջ ծանրությունը հաշվի չարին, ամփոխը անգամ իրենց չգեցուց, այլ քայլ արին դեպի Հիսուսը երթալու։ Ոչ զբաղվածությունը, ոչ դրամի վաստը, ոչ բարեկամները, ոչ լուրերը, ոչ պատերազմները, մեզի համար մեկ նպատակ պետք է լա, քերագույն նպատակը, ոչ թե քիչ մնալ աշխատին մորգիջս վճարեմ, ադի այս աշխարհի նպատակներն են, այլ գերագույն նպատակը պետք է լա Քրիստոսին միանալ, Քրիստոսանման դառնալ իրեն հետևելը։ Եվ իմիջ այլոց, հավատացյալ ես, հավատացյալ չես, եղեցիկ երթաս, ետևեցի չես երթալ, եթե Աստուծո իրականութենեն հեռու կաբրիս, ուրեմն դժվարությունները շատ են, որովհետև Աստծո տված իրականությունը universal ճշմարտություն է, բոլորին համար գվերապների, Աստված գրոնք, գրոնավոր կամ գրոնավոր չի խաղալ մեզի համար, այլ աստվածային ճշմարտություններ գվերել։ Ադոր համար Պողոս Առաքյալը Դիմոթեոսին ուղված նամակին գսե, որ ես բարի պատերազմ մղեցի, կյանքիս ընթացքը ավարտեցի, հավատքը պահեցի։ Ամենեսուրբ բանը, որ գրնար պահել, հավատքն է, եւ ադոր համար ինչ կար, բարի պատերազմ, այսինքն չանք ընել պետք էր։ Մեր կյանքի մեջ ֆիզիկական եւ մտավոր ամփոխներ շատ կան, որ գխանգարեն։ Քրիստոս դեպի Քրիստոս երթալու։ Մարդիկ, որ Աստուծմե հեռու են, մեզի Աստուծմե հեռու կպահեն։ Մարդիկ, որ միայն Աստուծմե հեռու են, ուտելիքի, խմելիքի, հագվելիքի մասին կմտածեն։ Պետք է հեռու տնենք իրենց դեպի Քրիստոս երթալու։
Մտավոր ամփոփները շատ են։ Միայն նայեցեք այսօրվա ամենեն սուղ բանը ինչն է։ Ոչ թե դրամն է, ոսկին է, բիտքոինն է, չեմ գիտեր ինչն է։ Այսօրվա ամենեն սուղ բանը ուշադրությունը, attention-ը սազն է, որ ամեն վարյան, եթե ոչ երկվարյան, կկողծվի մեզի մեր խելացի գաջետներու միջոցով։ Գաջետներու բերազնորությունները, stock market-ները, notification-ները, binge watching գնելը ինչի մասին կխոսի։ Մեր անուսության եւ անդամալուծության, որ մենք կկարծենք, գիտակցաբար կամ անգիտակցաբար, որ մեր ցավերու բուժումը հոն կգտնենք։ Ադոր համար Հիսուս կսե թեպի ինձ եկեք։ Պողոս Արաքյալը կսե քննեցեք դուք ձեզ, դեսնելու համար թե նույն հավատքի մեջ կմնաք, փորձեցեք դուք ձեզ, Քրիստոս Հիսուսի ներկայությունը կզգաք ձեր ներսդին, թե բարձրապես իր անունը կգրեք։ Բարձրապես իր անունը կգրեք, այսինքն միայն անուն ունիք, ոչ գործերը, ոչ հարաբերությունը, ոչ մտերմությունը, ոչ ուրախությունը, ոչ հույսը, հարադեպ մեզի պետք է քննենք, հավատքը պիտի աճի մեր աճին հետ սիրելիներ։ Եվ Հիսուս ադոր համար գսե իմ մեջս մնացեք եւ ես ձեր մեջ պիտի մնամ, ոչ թե շուրջս, ոչ թե քովս, ոչ թե ինձ հեռավորության վրա, այլ իմ մեջս մնացեք, որովհետեւ իմ մեջս կյանք կա եւ խաղաղություն կա։ Եվ պետք է իրարու օգնեն Քրիստոսի մոդենալու համար։ Ժողովրդական առածը գսե, չէ, մարդս մարդու պետք ունի, ասե ով է բարեկամը, դսեմ ով է ստուն, ովքեր էին անդամալույցի բարեկամները, անոնք, որոնք միշտ հետն էին, ոչ թե առիթ կայցել էին, միշտ հետն էին, բժիշկ իր բարեկամը կփնտրեր, մեքանիկը իր բարեկամը կփնտրեր, որպեսզի ձևով իրենց բարեկամի ցավը բուժեին, եւ վերջը կդան լուծումը, որ դեպի Քրիստոսը բերելն է։ Քրիստոսին մոդեցուցին, որովհետև հարադև իրենց հետ էին։ Մենք ենք այդ բարեկամը, որ մեգումը դեպի Քրիստոս կառաջնորդենք։ Մեր պատճառով մեկը խաղաղություն, սեր, հանդարտություն կգտնա կամ հակառակն ենք։ Եվ Աստված մեզի տված է այդ 4 բարեկամներ։ Այդ 4 բարեկամները 4 ավետարանիչներն են սիրելիներ։ Մատթեոսը, Մարգոսը, Ղուկասը, Հովհաննեսը։ Ադոնք ուղեցույցներն են դեպի Քրիստոս երթալու, դեպի Քրիստոս, որ հավիտենությունը պատրաստած է, դեպի Քրիստոս, որ գսե հոսք ու վերջնական դեղը չէ, մի գար չի դաշնյութին, այլ երկինքն է, որտեղ ուր որ ես եմ, հոն նաև իմ ծառայողս պիտի։ Հետևաբար սիրելիներ, Քրիստոսին պետք է մոտենանք օրական ժամ անցնելով իր հետը, ըլլա 5 վայրկյան աղոտ, ըլլա լուր բահմը իր հետ ըլլալու, ըլլա իր խոսքը, ըլլա ծառայությունը, ըլլա սեր տարածելու Քրիստոսին։ Այս Քրիստոսին ճանչնալը շատ կարևոր է մեր կյանքերու համար, եթե ոչ մեր կյանքի նպատակն է։ Հիվանդությունները, եթե գիտենք բուժվել, մեր խիղճը պիտի քննենք, մեր մեղքը պիտի քննենք եւ Աստծո առաջ տնենք, որովհետեւ ինքը բուժե նախ մեր հոգեվոր ցավերը եւ ապա մարմնի վրա մենք աստվածությունը կտեսնենք։ Եվ պետք է հեռու մնանք ամեն մեկը եւ ամեն ինչը, որ մեզի Քրիստոսի ներկայությունեն հեռու կպահեն, որտեղ իր մե հեռու խավար կա, անուսություն կա եւ անդամալուծություն կա, բայց իր մե մոտիկ խաղաղություն, սեր եւ հավատ կա, որով օրհնյալ է Հավիդյանս Հավիդեից, ամեն։